Ռոբերտ Քոչյանի ընտանիքը, անձամբ ինքն ու իր ընտանիքը այս բռնաճնշումները էլի են տեսել այս 8 տարիների ընթացքում, վստահ եմ սա էլ է անցնելու, ոնց որ նախորդ անգամ ձեր մոտ չի հաջողվել, այս անգամ էլ ձեր մոտ չի հաջողվելու։ Ես չգիտեմ հիմա ձեր ընտրողներին ինչ եք ասում, ասում եք այս քրեական գործերը հարուցել ենք, որ ինչը վերադարձնենք ձեզ։ Ինչ եք ասել եք, երևի Toyota-ն կապարակնքում ենք, բոլորիդ Corolla ենք բաժանելու, մի մասին ով մեր մոտ շտաբի պետ այլել, Prado-ներ ենք բաժանելու, տենց եք ասելու։ Էլ չեն հավատում ձեզ։ Ոչ մեկ չեն հավատում եւ դուք ձեր կողմից այս հանրային բանից տրամադրություններից դուք ինքներդ էլ հասկացաք, որ այլևս ձեզ չեն հավատում։ Նույնիսկ ձեր ընտրողները։ Մոտալուտ այն ծրագրերը, որ դուք ունեք Հայաստանի Հանրապետության հետ կապված, այսինքն սահմանադրություն փոխելու, այսինքն սահմանազատում անելու, չգիտեմ Տիգրանաշենը հանձնելու, մյուսը հանձնելու, ընդդիմադիր հատվածը ձեզ խանգարելու է։ Եվ ես վստահ եմ, տեսեք, առաջին ընդդիմադիր Սամվել Կարապետյան կալանքի մեջ է։ Ռոբերտ Քոչյանը երեք ինքը նախորդ օրը որդին, Գագիկ Ծառուկյանի հետ արդեն պարզա տեսել ենք։ Սա լինելու է նաև արտախորհրդարանական բոլոր այն ուժերի հետ ընդդիմադիր, ովքեր ընդդիմադիր կարծիք են հայտնելու, ովքեր փորձելու են։ Ով կարողանալու է այս երկրում 50 մարդ իր կողքը հավաքի, ենթարկվելու է քաղաքական բռնաճնշման։ Որովհետև դուք սահմանադրական մեծամասնություն չստանալով չեք կարողանալու դա իրագործել։ Նույնիսկ դա ընտրություններից, քանի որ 1 թե 2 օր էր անցել, Հաջիևը, Հիկմետ Հաջիևը շտապեց Հայաստան, որ գա ասի, բա հիմա որ չեք ստացել այդ սահմանադրական մեծամասնությունը, ոնց եք սահմանադրությունը փոխելու, որտեղ մենք պայմանավորվել ենք խաղաղության պայմանագիր կլինի միայն այն ժամանակ, երբ որ դուք սահմանադրությունը փոխեք։ Չգիտենք, նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի ցուցումով ինչ ասեց Հաջիևին, երևի թե հետագայում դա կպարզվի։